Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հայրենակիցը Սփյուռքում 1950-ից 80-ական թվականներին հայապահպանության ասպարեզում եւ հասարակական քաղաքական կյանքում կարևոր եւ վճռական դերակատարություն է ունեցել։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Բարունակ Թովմասյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Աշխապհաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ մեր Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանը։ Բարի գալուս, հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Բարունակ Թովմասյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Սփյուռքահայ հասարակական քաղաքական գործիչ Բարունակ Թովմասյանը ծնվել է 1910 թվականին Թուրքիայի Բուրսայի նահանգի Գյոլդաղ գյուղում։ Մանկությունն անցել է որբանոցում։ 1932 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան եւ Պրումանայի անգլիական վարժարաններում, ինչպես նաեւ Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1940-ից 53 թվականներին եղել է հայ երիտասարդաց ընկերակցության հիմնադիրներից եւ կենտրոնական վարչության քարտուղար։ 1947 թվականից Թեքեյան մշակութային միության նախագահ, որի հիմնադիրներից է։ 1948-ից 72 թվականներին հայ բարեգործական ընդհանուր միության Լիբանանի շրջանային հանձնաժողովի քարտուղարն էր։ 1948-ից 82 թվականներին Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ։ Եղել է Զարթոն կորաթերթի եւ Շիրակ ամսագրի հիմնադիր արտոնատերը։ Մահացել է 1991 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ուոթերթաուն քաղաքում։ Պարգևատրվել է Լիբանանի արժանյաց առաջին կարգի եւ Սուրբ Էշմիածնի Գրիգոր Լուսավորիչ շքանշաններով։ Պարբերաբար այցելել է Հայաստան, նպաստել հայրենիք սփյուռք կապերի ամրապնդմանը եւ սերտ կապեր պահպանել Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Հայաստան բազմաթիվ այցերի վերաբերյալ հուշերի հեղինակ է։ Պարոն Ավետիքյան, բնականաբար հարցը սկսեմ ձեզնից, տարիներ, եթե ոչ տասնամյակներ, անձամբ շփվել եք Բարունակ Թովմասյանի հետ, համատեղ աշխատել, ինչպես աշխատանքի բերումով, այնպես էլ ազգային կուսակցական գործունեության առումով։ Մեր հանրապետությունում ներկայումս ցավոք այնքան էլ հայտնի չէ նրա անունը, մինչդեռ ինչպես արդեն նշեցի, Բարունակ Թովմասյանի անունը սերտորեն շահկապված է Սփյուռքում մեր ազգային, հասարակական, կուսակցական գործունեության հետ կյանքին եւ նրա ճակատագիրը, ինչպես շատ սփյուռքահայ գործիչների, գրեթե հարանման է, Եղեռնից հետո տարբեր որբանոցներում եղել, ապա ուսում ստացել, տարիներ շարունակ, կարծեմ 20 տարուց ավել ուսուցիչ եղել եւ վերջապես զբաղեցրել ղեկավար կուսակցական պաշտոններ։ Որպես անձամբ նրան մոտիկից ճանաչող մարդ, նրա այդ բնութագիրը խնդրում եմ տակ։ Արինքնող արտաքինով հանգիստ հերատես շրջահայաց հարուստ հետաքրական մի բան ասեմ, որ Ռամկավար ազատական կուսակցության հարուստ լինելը բացական երևույթ չի, հանգիստ կարող եք ասել, որ չէ, ես բացատրեմ, թե ինչպես է։ Դա ուրեմն շատ հետաքրքրական երևույթ կա, Ռամկավարների մոտ ղեկավարները չեն վարձատրվում եւ չեն վարձատրվել իրենց կուսակցական աշխատանքի համար, բայց վերի ղեկավարները պրոֆեսիոնալ աշխատանք են տարել, ինչպես պրոֆեսոր Բարունակ Թովմասյանը մոտավորապես 32 տարի ինքը գլխավորել է կուսակցությունը, հետո Գերշամա Հարունյանը, Հայկաշեն Ուզունյանը, սրանք շատ հայտնի անուններ, որոնք հարուստ աղջիկների հետ են ամուսնացել։ Եվ դա նաև ունի իր բանը, որ հեռատես են եղել փաստորեն։ Իրենք փաստորեն օժիտող աղջիկների հետ են ամուսնացել եւ իրենց կյանքում լրիվ պրոֆեսիոնալ աշխատանք են կատարել կուսակցական ազգային։ Եվ սա պրոֆեսորը դրանցից առաջինն էր երևի։ Պրոֆեսոր ասացիք, Բարունակ Թովմասյանը Սփյուռքում հայտնի է, կարծեմ բոլորն անուն ազգանունով չէին, չէ՞ դիմում։ Պրոֆեսոր էին ասում։ Ամերիկյան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս է եղել եւ պրոֆեսորի կոչում այնտեղից ունի եւ դա ինքը օգտագործում էր միշտ հայությանի նպաստ։ Այն հարումով, որ բազմաթիվ նաեւ օտար արաբ հայտնի դեմքեր եւ այլն, որոնք ավարտել էին եւ իսաներն էին եղել,
նրանց շատ հանգիստ եւ իրեն մինչեւ վերջ հարգանքը այդ ամբողջ օգտագործում էր ինչ որ բագաժ էր, որը շատ լավ էր օգտագործում ազգային կուսակցական հարցերի շուրջը եւ ասեմ մի ուրիշ բան, որը իր բացառիկությունն է ցույց տալիս մի ամբողջ 20-ից ավելի տարի ես իր հետ շփվել եմ եղել եմ 13 տարի ուրեմն ինչեւ Միացյալ Նահանգներ մեկնելը համարում եք արդեն Զարթոնքի արտոնատեր, այսինքն արտոնատերը սեփականատերն է դա պարոնացի սեփականատերն էր այո այդպես է այդ երկրում պետք է ուրեմն Զարթոնքի տերը սեփականատերն է, դուք եք Զարթոնքի խմբագիրն է այո ինքը երրորդություն էր կազմում Վազգեն առաջին հայրապետի ամենահայրապետի եւ Ալեք Մանուկյանի հետ այս եթե կարելի ասել տրիոն շատ մեծ գործունեություն են ծավալել, որոնց մեծ մասը չի արձանագրվել, չի վկայվել եւ ինչ որ բան չկա, բայց որոշ գործերում իրենց հաջողվել է։ Դե հաղորդման ընթացքում կփորձենք հնարավորինս եթե գաղտնիք չի այդ ձեր նշած մեծ գործունեության որոշ հանգամանքներ կամ մանրամասներ ներկայացնենք մեր հրստադիտողներին։ Պարոն Սարգսյան, արդեն խոսք գնաց Բարոնակ Թովմասյանի գործունեության մասին, նա կարծեմ շուրջ 40 տարի եղել է ինչպես Ռամկավար ազատական կուսակցության, այնպես էլ Թեքեյան միության ղեկավարներից։ Դեռ ավելին կարծեմ Թեքեյանի հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկն է, չէ՞ եղել։ Այո։ Բարոնակ Թովմասյանը մեր այն հասարակական քաղաքական գործիչներից է, որը ինչպես դուք սկզբում նշեցիք, իսկապես ծանոթ չէ հայրենիքում, բայց ժամանակին մեծ ճանաչում ուներ Սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում։ Բայց ցավոք այն մտայնությունը, որ դեռևս իր արմատները սնում են արմենականներից, ռամկավար գործիչները եւս չեն թողել հուշեր շատ, այսպես իրենց մասին խուսափել են շատ փաստեր, փաստաթղթեր եւ այլն պահպանելուց, դրանցից մեկն էլ հենց Բարոնակ Թովմասյանն էր, պրոֆեսորը, լավ է որ գոնե նրա օրագրությունները մենք օրագրության առանձին հատուկ կանդրադառնանք, պարոն Սարգսյան։ Եվ որոշ որտեղ հառնում են նրա մարդկային կուսակցական քաղաքական կերպարը, ասեմ որ այն դժվար տարիներին, երբ Սփյուռքը նոր էր շտկում իր վիճակը, ուղղում էր մեջքը եւ յուրաքանչյուր կոպեկ ու ցենտ խնայում էր նոր վարժարան, թերթ, հայեցի այլ այսպես կառույցներ ազգային որևիցե օջախ։ Այո, ազգային որևէ ուրեմն օջախ հիմնելու համար այդ առաջին սերնդի անմիջականորեն հաջորդողն ու ժառանգորդը, ինչու՞ չէ նաև առաջին սերնդի հետ աշխատանքներ գործունեություն սկսած գործիչներից մեկը հենց պրոֆեսորն է, Բարոնակ Թովմասյանը, որը այո Գերսամ Հարոնյանի եւ իրենց հասակակիցների հետ միևնույն ժամանակ առաջին եւ երրորդ սերնդի կամրջողները եղան եւ այն լավագույն ավանդույթները, որոնք գոյություն ունեին Չոպանյան, Թեքեյան եւ այլն մյուս մեծերի մոտ, կարողացան փոխանցել հաջորդ սերունդին։ Սակայն պարոն Սարգսյան, մյուս կողմից կարող ենք փաստել, որ Բարոնակ Թովմասյանի գործունեությունը կամ Թովմասյանը որպես գործիչ նա միայն կամ սոսկական ռամկավարական շրջանակներով չէր սահմանափակվում, այլ ինչ որ առումով նաև ուներ համասփյուռքյան դերակատարություն կամ ընդգրկում։ Նման բան կարող ենք փաստել։ Այո, կարող ենք փաստել։ Իհարկե նա հպարտ էր, որ ռամկավար էր եւ բոլոր տեղերում, բոլոր պարոն Ավետիքյանը ավելի լավ կվկայի, բոլոր միջավայրներում հպարտանալով էր շեշտում դա եւ բոլոր այն կառույցների լինի օտար թե հայրենի իշխանությունների հետ հարաբերվելու ընթացքում թե մեր եկեղեցական իդեպ Վազգեն վեհապարին նա վեհ էր ասում, կարճ կոնկրետ մտերմիկ տոնով, բոլորի հետ հարաբերվելու ընթացքում նա անպայման այդ իր ռամկավար լինելը թեև շեշտում էր, ընդգծում էր ու հպարտանում էր դրանով, բայց նրա գործունեությունը, երբ ամբողջ այսպես կտավի իմաստով տեսնում ենք խորքային առումով, ապա ակնհայտ է դառնում, որ նրա յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր արարք, գործողություն նպատակաուղղված են համահայկական այսպես դրսևորումներին, մարդկային հայեցի կերպարը
սփյուռքահայ գաղթօջախներում պահպանելուն եւ ինչու՞ չէ նաեւ կրթական, ուսումնական բոլոր առումներով այդ գործընթացին Նման կեսվածքը Սփյուռքում հազվադեպ է, որովհետեւ գիտենք ընդհանուր առմամբ, որ Սփյուռքում գործիչները հիմնականում եղել են ընդգծված կուսակցական միայն շրջանակներով։ Բայց այս դեպքը սա այն դեպքն է, իդեպ ասեմ, դա չշեշտենք որպես անպայման առավելություն, բայց այդ ձեր ասած կուսակցական Բարոնակ Թովմասյանի պարագայում դա առավելություն էր, որ լայն գրկում ունի։ Ոչ միայն Բարոնակ Թովմասյանի, ընդհանրապես մեր ավանդական կուսակցությունների պարագայում ակնհայտ է, որ ռամկավարներն ավելի տոլերանտ, հանդուրժող էին եւ ավելի ձգտում էին զերծ մնալ կուսակցական ցավագարությունից։ Ինչը հատուկ է եղել, մենք գիտենք, որ քաղաքական ուժերին ցավոք սրտի լավ է, որ այդ մտայնությունը այսօր զիջել է իր դիրքերը, հասարակ մի բան, նույնիսկ հայոց պատմության դասագրքերը ոչ այնքան հայոց պատմության մասին էին, որքան այդ պատմության կուսակցականացված պրիզմայով դիտարկելու արդյունք էին։ Վարժարաններում, կրթօջախներում, մարզական եւ այլն։ Եվ պրոֆեսորի մեծահոգությունն ու ընդգրկումը նրա այնքան դրական էր այս իմաստով, որ այդ վեճերի, բանավեճերի, երբեմն որոնք վերաճում էին, երբեմն հակադրությունների, հակասությունների, այդ ամենից կարողանում էր նա բարձր մնալ եւ համահայկական մտածողություն դրսեւորել։ Շատ բարի։ Ես կավելացնեի այս պարագայում մի բան, ավելացնեմ, որ նա նույն հաջողությամբ նաեւ հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար էր։ Իհարկե։ Առանց հանգամանքներ ունենալու։ Նա առաջի հերթին հիմնադիրն էր, գլխավոր հիմնադիրն է եղել հայկական բարեգործական ընդհանուր միության հայ երիտասարդաց ընկերակցության։ Դեռևս 30-ական թվականներից։ Ինչ որտեղ նաեւ նա Որփանոցի որպես տղա ուրեմն կապված էր եկեղեցուն ամենայն ուրեմն հարգանքով եւ եկեղեցականները իրենից պատկառում էին եւ շատ մտերմիկ հարաբերությունները նաեւ ուրեմն ես իմ ասածը ապացուցելու եմ մի պարագա, որը հրապարակված չի, կարող եմ ասել, որ ուրեմն 80-ական թվականներին ճիշտ չգիտեմ, 80 կամ 81 ուրեմն հայկական բարեգործական ընդհանուր միության Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ բարախումբ ուներ դա։ Ուրեմն բարախմբի ղեկավարին ՑՌ-ուն ամերիկյան հետախուզական ծառայությունը ձերբակալել էր մեկ ուրիշ հայի հետ, որը աշխատում էր գաղտնի ինչ-որ բանում, որը նրա ազգականն էր եւ դա յուրաքանչյուրին 7-ից 8 տարի բանտարկություն հասավ։ Եվ դա գործակալության ուրեմն բան էր։ Եվ իհարկե քանի որ նա այդ երիտասարդային ժամանակ ուրեմն բարեգործականի ներսում էր աշխատում, որպես բարոսույց այդ խմբի եւ հրաշալի բարոսույց էր ասեմ, շրջանավարտեր մեր բարարվեստի ուսումնարանի, ուրեմն բնականաբար բոլոր շրջանակները բարեգործականի ընդվզել էին, ինչպես նաեւ ռամկավարները։ Եվ Ալեք Մանուկյան ու մյուս ղեկավարները բարեգործականի իրեն առաքեցին Հայաստան։ Արդեն ենթադրում եմ, որ այդ կնճիռը կամ այդ վեճը հարթել էր միայն բարոնակ Թովմասյանը։ Չէր հարթվում, ինքը եկավ այստեղ ներկայացրեց բողոք, որ ինչու եք ուրեմն բարեգործականի նման կազմակերպության, ինչ որ մի անդամի վերցնում ձեր այդ գործակալական ցանցում, դուք շատ զգույշ պետք է լինեք այդ ամբողջի նկատմամբ։ Մանավանդ Միացյալ Նահանգներում, պատկերացրեք այդ թվականներին, եւ իրեն հետ սկզբում առաջի օրը, որ ինքը ղեկավարության հետ Հայաստանի խորհրդային Հայաստանի ղեկավարության հետ այդ հարցի շուրջ էր խոսել, սկզբում չէին ընդունել այդ ամբողջը, իսկ ինքը մնացել էր։ Կարևորը որ հարթվեց այդ ամենը։ Հիշում եմ, որ նա 3 օր մինչև հաջորդ թռիչքը տեղի ունենա, Արմենիա հյուրանոցից դուրս չէր եկել։ Որպես բողոքի արտահայտություն, որ ես ձեզ հետ գործ չունեմ այլևս խոսելու։ Պարոն Ավետիքյան, դասյարակից մեջ գործ է։ Իհարկե հետաքրքիր եւ հատուկ եմ ուզում շեշտել, որ այդ անձը, որը նրանց հավաքագրել էր, դեր կենթանի է եւ բավական մեծ պատիվների է արժանանում Հայաստանում։ Որը փախուստ էր տվել միջև բացահայտում իհարկե։ Խոսք գնաց Սփյուռքում գործիչից կամ գործիչ լինելուց։ Ենթադրում եմ, որ Սփյուռքում ազգային գործիչ լինելը թե կուսակցական, թե հանրային, թե մշակութային խմբագրական ոլորտներում այնքան էլ
դյուրին բան չի եղել եւ այդ տեսանկյունից բարոնակ Թովմասյանը կարողացել է երիտասարդների համար այսպես գործիչային, եթե նման բառ թույլ տանք, դպրոց լինել։ Դա Գալիք սերունդների համար դասիդակիչ դեր կատարել։ Նման հանգամանք եղել է։ Գիտեք ինչ էլ Որպես կենթանի դպրոց կադրերի պատրաստման։ Այն երիտասարդները, որոնք հերանեկարային են ըստ իրեն, նրանց նա մենտորներ, թիկունք էր կանգնում։ Եթե կրթության, բարձրագույն կրթության, դու կրթաթոշակի հարցեր ուներին, ուրեմն դա լուծում էր այդ հարցը շատ մեկով մեկ, ինչպես ասում են։ Երկրորդ նրանց հետագա ընթացքին, նրանց գործունեությանը, ուրեմն նպաստում էր ամեն ինչով եւ խիստ հոգատար էր։ Ես կարող եմ էլի մի վկայություն տալ, եթե Դուք էլ եք, չէ՞ կարծեմ այդ նույն դպրոցը անցել։ Ես անցել եմ այդ դպրոցը։ Այդ դպրոցի սաներից եք։ Եվ միշտ ես երախտապարտ եմ իր հանդիպել, որովհետև իսկապես։ Եվ գիտեք, ինքը քիչ առաջ նշվեց, որ ինքը արտոնատերն էր թերթին։ Ես խմբագիրն էի, վարձու աշխատող։ Եվ ինքը գալիս էր, երբեմն գրում էր, որովհետև երբեմն գալիս էր այդպես փոքրիկ թղթիկների վրա 2-3 էջ, երկար չէր գրում, դնում էր առաջս։ Եթե չհավնեցար, թապեզամփյուղն է ասում էր։ Այսինքն այնպես չէր, որ պետք է անպայման շեֆի նրա նման մեկին ասում է, եթե չես հավնիր, կամ եթե ուզում ես փոփոխություններ Բայց որպես կանոն հավանում եք իհարկե։ Երբեմն աշխատում էի, ինքը թույլատրում էր սկզբից, որ որոշ բաներ եւ այն հայերենը կոկելը այն, չնայած հրաշալի հայերեն գիտեր, տիրապետում էր գրական հայերենին եւ այնուհետեւ էլ ուրեմն նա վկայության մասին խոսեցի, ես ականատես եմ եղել, թե ինչպես նա մեր երիտասարդ տղաներից մեկին ուրեմն փրկեց ստույգ մահվանից, անձամբ Երբ որ ֆալանգիստները, որոնք հակահայտ տրամադրություններ ունեն, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տղաներից մեկին տարել էին մի իրենց կենտրոններից մեկը, որտեղ ընդհանրապես պահում էին 24 ժամ, որից հետո կորչում էր այդ տղան, ուրիշ տեղ էին տեղափոխում եւ այլն, եւ ինքը ինձ խնդրեց մեքենայով տանել իրեն այնտեղ։ Եվ ես ուրեմն զարմացած նայում էի, պրոֆեսորին ճանաչում եմ, լավ գիտեմ, բայց այդ իր կեցվածքը բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ, շուքը տեղ է այսպես, ներս մտա բոլոր զինված միջև ատամները, ինչպես են ասում։ Եվ հայրի նկատմամբ ոչ բարյացակամ Այո, բայց իր պատկարելի տեսքը եւ այլն բոլորը քաշվեցին եւ ճանապարհ տվեցին, որ ներս մտ։ Ինքը տիրական ձևով, ես էլ հետևից։ Տիրական ձևով ասեց, ուր է ձեր ղեկավարը թող այստեղ։ Նա եկավ ինչը պատահել, ասաց Սեդրակը որտեղ է, բերեք իրեն նա։ Մեր երդասարտյանը անշուշտ կավար էր բերեցին ինքը մեկ ապտակ հասցրեք մեկ հատ էլ մյուս կողմից դեմքին եւ ասաց ընկի առաջս այնքան որ այդ պատասխանատու ֆալանգիստը այդ պատասխանատուից թույլտվություն չվերցրեցին պրոֆեսորը ձերքից բռնում էր պրոֆեսոր ասում էր հա հանգիստ այդպեսով ազատես հանեց Պարոն Սարգսյան, դուք արդեն նշեցիք, որ ցավոք հուշեր կամ հուշագրություններ շատ քիչ են պահպանվել, սակայն ձեր սեղանին բարոնակ Թովմասյանի այդ ինչ են հուշեր են թե օրագրությունները։ Հայրենական օրագրություն, այսպես է անվանված։ Այդ օրագրություն, այդ հուշերը խնդրում եմ ներկայացրեք մեր հայրենակիցներին։ Սիրով, անկեղծ ասած սկզբից ընթերցում էի մասնագիտության բերումով, բայց հետո ու անընդհատ ես կիսում էի իմ տպավորությունները ընկեր Ավետիքյանի հետ, հետո շատ մեծ հետաքրքրությամբ սկսեցի ընթերցել։ Անկեղծ ասած, առանց չափազանցությունների, սա յուրահատուկ օրագրություն է, որտեղ կարելի է հստակ տեսնել մի քանի կարևոր հանգամանք։ Առաջինը Խորհրդային Միության ու նաև Խորհրդային Հայաստանի գաղափարական, տեսական, սոցիալ-տնտեսական եւ այլն այդ ամբողջ զարգացման պատկերը շատ հետաքրքիր է։ Առաջին հայացքից անմեղ օրագրություններ են։ Մարդը այցելել է Հայաստան, իր տպավորությունները գրել է, առանց որևէ Անմեղ են, բայց այդ անմեղ բավականին հետաքրքիր տեղեկատվություն կա հավանաբար։ Շատ, ասում եմ, մի ամբողջ էպոխյալ, այսպես նկարագրություն է, մեկ։
Երկրորդը Որ թվերն են ընդգրկում 57-ից մինչև 85 թվականը 85 17 այցելություն եւ այդ այցելությունների մասին է վավերագրությունը եւ մյուս կարևոր հանգամանքը այստեղ բավականին լավ հստակ երևում է այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեին Սփյուռք հայրենիք այդ առնչությունները եւ դրանց զարգացումը։ Նաև երևի միջանձնային հարաբերություններն էլ է տվել։ Այո, միջանձնային հարաբերությունները շեշտված կային, բայց եթե այդ անձնականը մի պահ մոռանանք, հստակ պատկերը ընդգծվում է, թե խորհրդային Հայաստանում, ինչպիսի գաղափարատեսական փոփոխություններ տեղ ունեցան, ինչպես ցեղասպանության 50-ամյակ եւ այլն այս ամբողջ զարգացումներն են երևում։ Երրորդը, որ ոչ պակաս կարևոր է, այստեղ հստակ ընդգծվում է նաև հայրենական իշխանությունների հոգեկերտվածքի այն հսկայական փոփոխությունը, որը տեղի ունեցել ձնհալից հետո, 56 թվականի 20-րդ համագումարի այդ անհատիկը պաշտամունքի քննադատությունից հետո իդեպ պրոֆեսորի առաջին այցելությունը վերաբերում է 1957 թվականին, այսինքն ձնալի անմիջապես առաջին տարում եւ այդ փոփոխությունները, որոնք մենք գիտենք եւ պատմությունից եւ տարատեսակ պատումներից, մասնագիտական եւ այլն գրականություն, դպրոցական, բուհական դասագրքերից այդ կուսակցական կոնյուկտուրան, դոգմատիզմը ինչպես է հալվում իր տեղը զիջում արդեն մարդկային հարաբերությունները։ Նաև երևի Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքներ փոխվում։ Այո, ես արդեն ասեցի, որ Սփյուռքի նկատմամբ եւ այստեղ մյուս կարևոր հանգամանքը այս ամբողջ գործընթացի մեջ հառնում է հենց պրոֆեսորի որպես գործչի, որպես կամրջողի, որպես խելացի շրջահայաց մարդու, որի օրինակներ այնքան էլ առաջ չեն մեզանում հայոց մեջ։ Շատ հետաքրքիր է, որ լինելով սփյուռքահայ, ընդ որում որփանոցում մեծացած ամեն բացական վատը տեսած եւ այլն, ու հետո բավականին լուրջ տնտեսական կարողությունների տեր դառնալով նա երբեք չփոխվեց որպես մարդ։ Ինչու, որտեվ իր օրագրություններում նա անկեղծ գրում է։ Իհարկե կան որոշակի դրսևորումներ, օրինակ մի այսպիսի դեպք է հիշատակվում, որ Արմենիա հյուրանոցի ինչ որ 306 համարը ամենալավն է եւ մի օր է հանդուրժել, որ այդ համարում չմնա, բան դա հասկանալի է, բայց մնացյալ հարաբերություններում ուրեմն հառնում է իսկապես այնպիսի կերպար, որը երբեմն իր անձը, իր նույնիսկ ֆիզիկական գոյությունը վտանգելով կարողանում է հակադրվել հայրենի իշխանությունների հետ։ Շատ պարոն Սարգսյան, գիրքը շատ մանրամասն չներկայացնենք, որովհետեւ մեր հեռուստադիտողների մոտ հետաքրություն լինի այդ գիրքը ընթերցելու եւ հուսանք, որ մի օր էլ հայրենիքում այդ գիրքը կվերհատրակվի։ Պարոն Ավետիքյան, եւ ավարտելով հաղորդումը եւ շարունակելով նախորդ միտքը, ասվեց, որ այդ օրագրությունում 17 այցերի մասին է տրված։ Ես երևի, եթե չսխալվեմ, երևի սփյուռքահայ գործիչներից ոչ ոք Բարոնակ Թովմասյանի չափ, նկատի ունեմ զուտ թեկուզ հենց քանակը այցերի Խորհրդային Հայաստան կամ հայրենիք չի այցելել եւ այցելելով հանդերձ նա այդքան սերտ եւ մոտ գործնական հանդիպումներ չի ունեցել։ Վազգեն առաջինի հետ ասեցիք Խորհրդային Հայաստանի ղեկավարների հետ Խորհրդային Հայաստանի նկատմամբ նակեցված առանձին էր, չէ՞։ Առանձին էր եւ ասեմ, որ նա ինչ որտեղ գլխավորների սովետների մարդն է, չէ՞ նման մեղադրանք դա կար։ միշտ յուրաքանչյուրին էր ասվում, որ յուրաքանչյուրի համար ոչ թե սովետների մարդ միայն, այլ ասում էին այդպես բոլշևիկ է եւ այլն, այսպիսի մակնիջներ էին դնում, որը որոշ երկրներում, հատկապես Միջին Արևելքում վատ ուրեմն մատնաչության նման մի բան էր, որովհետեւ դա ենթակա էր սև ցուցակ մտնելուն։ Չնայած նրան 17 անգամ առնվազն այցելել է հայրենիք։ Եկել է քաջ մարդեր այդ իմաստով եւ իրեն ընդունում էին Հայաստանի ղեկավարության մասին է խոսքը։ Սովետական Հայաստանի ղեկավարության որպես սփյուռքի
եթե ոչ ամբողջ, գոնե կարևոր մի հատվածի ներկայացուցիչ։ Ղեկավարություն ասելով նկատի ունեք կուսակցական, պետական, շուտ, Սփյուռքի կոմիտեի ղեկավարությունը։ Ոչ միայն, չէ, հենց Կենտկոմի Չմոռանանք, որ Սփյուռք Հայաստան առաջին 83-ին էր կարծեմ համագումարը, որ տեղի ունեցավ Երևանում։ Այդպիսի բան էլ կա։ Եվ ինքը նստել էր նախագահությունում հենց։ Իսկ հայ համայնավարներից որևէ մեկը չկար այնտեղ։ Այսինքն դուրս է գալի Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը իրեն նստեցրել բուրժուական ռամկավարին ավելի մեծ տեղ էր տալիս, քան Սփյուռք հայ կոմունիստներին։ Այո, այդտեղ ազդեցության խնդիրներ կային եւ ինքը հիշում եմ նստել էր ուրեմն մեր մեծագույն աստրոֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կողքին։ Լուսանկարն էլ կա։ Այդ առիթով ես մի բան ասեմ, Գերազյան, իմիջիալոց դա միայն իշխանությունների ցանկությամբ չէր, որ նա այնպիսի կեցվածք էր դրսևորում, որ նրան պարզապես չէին կարող թողնել ինչ որ ներքևում նստած։ Սա էլ շատ կարևոր է։ Այ մի դիպված կա, թե նա կեցվածքի հերթին, բայց դա գալիս է նաև ունեցած հեղինակությունից եւ ազդեցությունից։ Եվ նրա ընդհանուր պահվածքը, այսպիսի մի հատված կա, երբ նա մի առիթով չմանրամասնենք Նագուշ Հարությունյանին, Գերագույն խորհրդի նախագահին, ինչպես է կոշտ արձագանքում նրա ասացին եւ հետաքրքիր է որ հետագայում որ մենք գիտենք որ խորհրդային համակարգում ինչպիսի հետևանքներ էին ունենում այդպիսի դեպքերում, բայց այս դեպքում ոչ միայն այն հետևանքները չեն լինում, այլ ընդհակառակը անուղակի ձևով միջնորդավորված ձևով պրոֆեսորին հասցնում են որ լավ ոչինչ մեծահոգի եղի ներողության նման մի բան։ Այսինքն կարելի ասել որ Բարոնակ Թովմասյանի պարագայում ակնհայտերում էր, որ հայրենիքը պետք է սիրել եւ հայրենիքին հնարավորինս օգտակար լինել անկախ նրանում իշխող ռեժիմից։ Պետականությունը գաղափարախոսությունից վեր մոտեցումը իր եղել է ազգային մոտեցում։ Սա է մեր ունեցածը, մեր կամքից էլ անկախ, ուրեմն պետք է ուժեղանա այս երկիրը։ Այնտեղ ուժեղանա գիտությունը, լեզուն, եկեղեցու պաշտպան է եղել, դրա համար իր մտերմությունը Վազգեն Կաթողիկոսի պահանջատեր է եղել եկեղեցու նկատմամբ, որ Հայաստանի իշխանությունը, այո, կոմունիստական կուսակցություն եւ այլն պետք է հարգեն եկեղեցուն եւ նպաստեն, որ նրա դերը, դիրքը ուժեղանա։ Սա շատ կարեւոր է եւ ուրիշ մի հանգամանք կա, բացի իր այս օրագրությունից, նա բազմաթիվ հոդվածներ ունի բոլոր իր այցելություններից հետո ուրեմն կենտրոնական վարչությանը զեկուցումներ է գրել եւ ներկայացրել, որոնցից մեկը դժբախտաբար մեր ձեռքի տակ չկա, Բեյրութում է գտնվում ռակ արխիվը, այնտեղ կա, ես կարդացել եմ անձամբ 7-8 էջանոց մեքենագիր մի վկայություն ավեշուտ զեկույց 77 թվականին Ժնևում տեղի է ունեցել, իդեպ ուրեմն Թուրքիայի արտգործնախարար Չաղլայան Գիլի եւ հայ երեք կուսակցությունների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպում է եղել սկզբից այդ պրոտոկոլը պաշտպանված է եղել եւ այնուհետեւ էլ չի հրապարակվել, այսինքն այս ամբողջը մնացել են պայմանավորվածությունը այդպես է եղել, որ պետք չէ թերթերում հրատարակվեն, նույնիսկ որպես լրատվություն։ Եվ ինքը ներկայացնում է այդ ամբողջը, Հնչակյաններից եղել է այնտեղ Երվանդ Դեմիրճյանը, Դաշնակցությունից եղել է ուրեմն Հրաչ Թորիկյանը, պատմաբան հայտնի քաղաքագետ, ուրեմն երեքով են եղել եւ Չաղլայանգիրը շատ հետաքրքրական է, որ ասել է ինչ եք ուզում, մենք պատրաստ ենք հաշվի առնելու, քննարկելու, ասել են հող ենք ուզում, ասել դուք չեք գտնի ձեր դիմաց որևէ արտգործնախարար, որևէ թուրք կառավարիչ, որ ձեզ հետ այդ հարցում կմանակցի։ Դրա համար արդեն էլ չենք բանակցի այդ հողը զենքով կազմակերպենք այդ կբերենք։ Թուրքիայի հետ ինչ բանակցի։ Փաստորեն այնտեղ վերջագետ է գտել այդ հանդիպումը, որը կազմակերպել էր նախկին Պոլսահայ մի մեծ հարուստի կողմից Ժնևում։ Շատ բարի պարոն Ատիկյան, այդ հայրենասիրական եւ դիպուկ նկատեցիք հանուն պետականության ամբրապնդման նոտայով էլ ավարտենք հաղորդումը։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Սփյուռքահայ անվանի ազգային հասարակական գործիչ Բարունակ Թովմասյանին։ Առայժմ այսքանը,
ճանաչենք հայրենիներին։